Այն, ինչ տեղի ունեցավ Վենեսուելայում, տեղացիներն անվանում են Արթմնի մղձավանջ։ Չորեքշաբթի երեկոյան 6-ին, երբ մարդիկ տանը նշում էին ազգային տոնը, երկրի ընդերքը ցնցվեց։ 1 րոպեի ընթացքում 2 հզոր հարված, 7.2 և 7.5 մագնիտուդ ուժգնությամբ։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը սարսափելի կանխատեսում է անում, զոհերի թիվը կարող է հասնել 100,000-ի։ Կարակասի մի քանի թաղամասում բազմահարկ շենքերը րոպեի ընթացքում հավասարվել են գետնին։ Դա սարսափելի էր, երբ շենքը սկսեց ճոճվել, ես չէի հասկանում ինչպես օգնություն կանչեմ, ու հանկարծ տեսա աղջիկս մնացել է փլատակներում, նա թակարդում էր։ Սա իրական աղետ է, ամենուր ավերակներ են, նայեք այս տեսարանին, օդանավակայանը փլվել է, ամեն ինչ վերջացած է, սարսափելի է տեսնել, թե ինչպես է քո քաղաքը կործանվում։ Ամեն ինչ թափվեց հատակին, ես սկսեցի աղոթել, 3 երեխաներիս հետ կանգնել էի դռան տակ, ուղղակի տեսնում էի, թե ինչպես են պատերը ճաքում ու փլվում։ Քաոս է հիվանդանոցներում, մարդիկ լցված են Կարակասի փողոցներում, ում տունը քիչ թե շատ կանգուն է, վախենում է վերադառնալ, մի մասն էլ գնալու տեղ չունի։ Հետցնցումները շարունակվում են, մայրաքաղաքի ենթակառուցվածքները կաթվածահար են, երկաթուղին կանգնած է, դասերը չեղարկված, էլեկտրաէներգիան անջատված է, Կարակասի մեծ մասը գիշերն անցկացրել է սարսափելի մթության մեջ։ Ամբողջ աշխարհը, ԱՄՆ-ից մինչև Բրազիլիա, հումանիտար օգնություն է ուղարկում։ Սա լուրջ հետևանքներով իրադարձություն է։ Մենք հայտարարում ենք արտակարգ դրություն։ Մայրաքաղաքում եւ մի քանի նահանգներում շենքեր են փլուզվել։ Մահերի թիվն ավելանում է կայծակնային արագությամբ։ Մինչ Վենեսուելան պայքարում է ավերածությունների դեմ, Ճապոնիան եւս ցնցվել է 7.2 մագնիտուդ երկրաշարժի հետևանքով տասնյակ մարդիկ ստացել են վնասվածքներ։ Աղետի պատճառով դադարեցվել է արագընթաց գնացքների երթևեկությունը, փակվել են դպրոցները, իսկ մասնագետները նախազգուշացնում են առաջիկա շաբաթվա ընթացքում սպասվող հետցնցումների մասին։ Ալինա Սահակյան, Էպիկենտրոն։